Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Ես եկեք մի անգամից նախ եւ առաջ ներողություն խնդրեմ, որովհետեւ մի փոքր արտակարգ ռեժիմով ենք աշխատում, ցավոք սրտի ունենք որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց հուսանք կկարողանանք նորմալ հաղորդումը ամբողջությամբ հասցնել իր դրամաբանական ավարտին։ Եթե ինչ-որ բան, ձեր ներողամտությունն ենք հայցում։ Դե ինչ, մենք մեր հակառակորդներին ասացինք, Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն։ Այս տարի մենք մեր հույսը կվերադարձնենք մեր ազգին։ Սամվել Կարապետյանն է սա ասել։ Սամվել Կարապետյանը ասում է, որ հակառակորդներին ասել է, որ մենք թույլ չենք, ուղղակի մեր ղեկավարությունն է թույլ։ Սա այնպիսի մարդու խոսույթ է, ով փորձում է իր ձևով ինչ-որ հարց լուծի Հայաստանի Հանրապետությունում։ Էլ ինչ եք ասել մեր հակառակորդներին, կարելի է իմանալ։ Ոչ Սամվել Կարապետյան, դուք ոչ թե ասել եք, որ մենք թույլ չենք, պարզապես ունենք թույլ պարզապես ունի թույլ ղեկավարություն, այլ դուք ասել եք մենք այնքան թույլ ենք, որ ձեզ թողած ընկել ենք մեր ղեկավարության ջանին, չենք ուզում միասնական որևիցե աշխատանք անել, ցանկանում ենք ավելի թույլացնել, դուք այդ ընթացքում դեռ ոչ մի բան մի ձեռնարկեք, մինչև մենք հեսա ամեն ինչ կկարգավորենք ըստ ձեր ուզածի։ Այս է ես դու իրականում ասել, Սամվել Կարապետյան։ Ինչ է նշանակում մենք մեր ոչ, դուք մեր ժողովրդին ասեցիք հետևյալը, ասեցիք հայ ժողովուրդ, մենք հիմա թույլ ենք, մենք կարծում ենք, որ մենք հիմա թույլ ենք եւ դա է պատճառը, որ դուրս ենք եկել, չգիտեմ մեր ձևով եսի ինչեր ենք ուզում անել։ Իսկ իրականում մենք թույլ չենք ու դուք դա շատ լավ գիտեք։ Հատկապես վերջին գոնե ագենտուրայի փաստաթուղթը դա է ցուցադրում, որովհետեւ ամեն երկիր չի, որ կարա Ռուսաստանի շպիոնի մասին բացահայտ ինֆորմացիա տա ու դրա մասին լռի անգամ Ռուսաստանը։ Ինչով ենք թույլ, թույլ ենք, որովհետեւ բանը Սյունիքով միջանցքը պահեցին, հա? Կներես Սամվել Կարապետյան, դու ուժեղ ես, քո թիմը ուժեղ թիմ է, բայց որ ուժեղ թիմ եք, կարող ենք իմանալ, ինչու ոչ մի կոչ չարեցիր կամ այդ նույն միլիարդները չծախսեցիր, որպեսզի 44 օրյա պատերազմում որոշակի դերակատարում ունենաս։ Նոր եք հասկացել, որ ունենք խնդիրներ, 44 օրյա ինչ ունենք, իսկ ինչով է զբաղված 44 օրյայի ընթացքում։ 44 օրյայի ընթացքում դու զբաղված ես եղել կողմերին ինչ-որ կոչ անելով եւ գոնե Ռուսաստանի Դաշնությունում հայերի եւ ադրբեջանցիների միջև կոնֆլիկտներ չստեղծվեն դու ու քո միլիարդատեր ադրբեջանցի գոլեգաները։ Հա ինչ-որ որոշակի պայմանավորվածություններով երևի թե։ Ես ընդ որում, ես կուզեի իմանալ դու որ հայրենիքից ես խոսում։ Որ թույլ են, այո, քո ղեկավարները թույլ են։ Պուտինի մասին է խոսքը։ Հիմա հասկանանք ձեր հայրենասիրության դրսևորումները։ Ժողովուրդ ջան, տեսեք։ Հիմնականում ոնց են անում, միլիարդները մեզ հայրենասիրությունը ձեզ։ Պատերազմը կա, կներեք մեր երեխեքը հիվանդ են։ Նարեկ Կարապետյան, դու վերջը հիվանդ ես թե չէ։ Կարող ենք հասկանալ դու ինչի՞ ես ծառայել։ Լավ, եթե չես ծառայել, չգիտեմ ինչի չես ծառայել։ Գուցե դե մեր բանակում կա այդպիսի օրենքներ, որոշակի առողջական բաներ կան, որի պարագայում մարդը չի ծառայում։ Ապա ո՞նց ես հիմա տենց առողջ դուրս եկել ու ինչ-որ բաներ կառավարում։ Թե այդ ժամանակ Հայաստանն ուժեղ էր։ Ինչով էր ուժեղ։ Երբ որ դու ազատվում էիր բանակից, այդ որ հավաք էի կարել, ներկա էի ահագին մարդ, այդքանից այդ քանի հոգին են գոնե զորավարժությունների գնացել։ Կներես, իսկ ղեկավարությունը ինչով պիտի ուժեղ լինի։ Առյուծ մհերը իր մեջ բերում քո մի ելույթի ժամանակ, ու տեսեք, ասում առյուծ մհերը զարմով դուցազուն 40 տարի իշխում էր Սասուն եւ հաֆնի թևով, ոցնի պորտով, ոչ դրես աստո։ Այսինքն, այնքան ինքը հզոր է եղել, որ ոչ մեկ, ասենք, հավքը իր թևով չի մտել։ Նարեկ, առյուծ մհերը նաեւ բացի որ ինքը զարմով դյուցազուն էր, դյուցազնական բան արյուն ուներ, ամեն դեպքում ուներ թիկունք։ Երբ որ ինքը գնում էր կռիվ, օրինակ, ներսում խժդժություններ չէին լինում։ Այն ժամանակ երևի չկային Սամվել Կարապետյաններ, այն ժամանակ երևի չկային Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ, սա մեկ։
Երկրորդ առյուծ մհերը ժառանգել էր Սասուն։ Հասկանում ես։ Եվ ժառանգել էր գաղափարախոսություն մի ամբողջ։ Ժառանգել էր ավանդույթներ։ Ժառանգել էր թասիբ, նամուս, ծանոթ են այս բառերը։ Իսկ ինչ են ժառանգել 18 թվականից հետո իշխանությունները, կամ ինչու իշխանությունները, քաղաքացիները։ Հուշեմ ինչ են ժառանգել։ Այնքան վատ բաներ էին ժառանգել, որ Հայկ Մարությանի քաղաքապետ լինելուն հոժար էին։ Այս են ժառանգել։ Ժառանգել էին կանսերվի բանկաներով խրամատներ, այդ էին ժառանգել։ Ժառանգել էին այնպիսի բանակ, որտեղ ծառայելու ցանկություն դու չես ունեցել։ Այդ են ժառանգել։ Ժառանգել են այնպիսի տնտեսություն, որտեղ որ ոչ մի բանը գրեթե հայկական չի։ Իշն էլ հայկական է, 90%-ը ռուսական է։ Ժառանգել էին առանց օտարերկրյա ներդրումների երկիր։ Ժառանգել, այսպիսի բաներ, ինչը հասկանալի չի քեզ։ Որ ուժն ես դու ներկայացնում, ինչ ուժ ես դու ներկայացնում, ռուսական։ Եվ մի հատ այսպիսի բան էլ էլի։ Ուրեմն ես ընթերցեմ մի նյութ։ Մեր օրերում բազմաթիվ են հայրենասեր խաղացող փրկիչները, որոնց թվին է պատկանում նաև ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոն։ Տեսեք, երբ որ գալիս է քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը, բոլորը հիշում են, որ հայրենիք գոյություն ունի։ Կներեք, որ խնդրենք, ոնց մոռացած եղել եք, այդպես էլ կշարունակեք մոռացած մնալ։ Հեն Արա Աբրամյանը եւս մեկ անգամ հայրենիքի համար, հայրենիքին լավ ծառայելու համար, ցուցաբերած ծառայության համար շքանշան ստացավ։ Հայրենիքին, իր հայրենիքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Բայց նա փորձում է ներկայացնել, թե Հայաստանն էլ է իր հայրենիքը, չկա այդպիսի բան։ Եվ ձեր հայրենիքը նույնպես Ռուսաստանի Դաշնությունն է։ Ինչ որ բան ասել եք այս իմաստով։ Նա էլ էր եկել այստեղ, ինչ որ բաներ էր ուզում իր ձևով փոխեր։ Բոլորն են իրենց ձևով ցանկացել անել։ Ու այդ բոլոր ձևերը եղել է խալխի ձևերը։ Բայց եթե հանկարծ մի բան են չի, ժողովուրդ չան, գնացեք դե դուք էլ ձեր ու ձեր զավակների արյան գնով բան արեք, հայրենիքը փրկեք։ Վերջինիս մարիոնետները որդին ու եղբորորդին հրապարակային թուրք են անվանում պաշտոնյաներին ու քննադատում են Ադրբեջանի տարածքով հացահատիկի ու բենզինի ներկրումը Հայաստան։ Վայ, այս ինչ եք անում, հացահատիկ եք ներկրում, բենզին եք ներկրում, ուժեղացնում եք թուրքերի բանակը, որպեսզի հարցը լուրջ ես ասում։ Լավ, շարունակենք դեռևս։ Սակայն դեռ 2016 թվականին հայրենասեր ձևացող Տաշիր Սամոն իր որդու Սարգիս Կարապետյանի շքեղ հարսանիքը կազմակերպել էր Մոսկովյան Սաֆիսա հանդիսությունների սրահում։ Սարգիս Կարապետյանն է, որ մտել էր Ռուբեն Ռուբինյանին փոքրիկ թուրք էր անվանում։ Եվ իմ կարծիքով այդ նույն մարդն է, որ պում, սենց ֆրֆռում էր, սենց բաներ անելով։ 4-րդ դասարանցի իսկական, ինչպես Եղոյանն է ասում։ Շատ ավելի ուշագրավ է, որ Մոսկովյան Սաֆիսա հանդիսությունների սրահը պատկանում էր ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովին։ Այս ադրբեջանցիներին եք հարստացրել։ Ըստ որոշ հրապարակումների հարսանիքի ընդհանուր բյուջեն համեստ հաշվարկների համաձայն կազմել է մոտ $2 միլիոն։ Ստացվում է, որ ըստ Տաշիր Սամոյի ձևիցների կարելի է $2 միլիոն հարսանիք անել ադրբեջանցու ռեստորանում, բայց միջպետական հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանից չի կարելի բենզին գնել։ Սա է Տաշիր Սամոյի ու նրա մարիոնետների ձևական հայրենասիրությունը։ Եվ կան լուսանկարները։ Մի հատ հարց։ Այս Թելման Իսմայիլովը 44 օրյային կոչ էր անում կողմերին, հա, զգոնություն բան ցուցաբերել, ոնց էր այդ բառը չեմ էլ հիշում արդեն։ Թե այս քո վերցրած գումարներից որոշակի աջակցություն էր հղում ադրբեջանական բյուջեին, թե իր խողովակներն օգտագործում էր հենց Ադրբեջանին օգնելու համար։ Կլինի ամենատարբեր միջազգային խոսույթներում։ Ոնց ես կարծում, արի միասին գուշակենք Սամվել Կարապետյան։
Ես գիտեք ժողովուրդ, փոքր ժամանակվանից երբ որ կարդում էի գրքեր, այն ժամանակ չէի հասկանում ոնց կարա օրինակ հայկական հայաստանյան մի իշխան կամ մելիք միանալ օտար բանակին, միանալ թե անձնապես, թե իր զորքով, թեկուզ փոքրիկ, բայց զորքով եւ արշավել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանում փոխի որոշակի կարգեր կամ թագավորական տուն կամ բան եւ որպեսզի ինքը դառնա թագավոր։ Ես այն ժամանակ չէի հասկանում սա, իսկապես ասում եմ լավ, սա աներևակայելի մի բան է, էլի։ Չեն հասկացել իրանք ինչ են անում։ Դու եթե օտարի հետ արշավում ես քո երկրի վրա, որպեսզի ինչ պաշտոն ունենաս, որ ինչ անես։ Ինչպես է գրվելու քո անունը պատմության մեջ։ Հիմա այս մի քանի տարի է ես ոչ միայն հասկանում եմ, այլ ամբողջ մարմնով զգում եմ։ Ես տեսնում եմ դա, ես շոշափում եմ դա։ Ես տեսնում եմ ինչպես են օտարների հետ հարձակվում իմ հայրենիքի վրա, իմ Հայաստանի վրա սրանք։ Հարձակվում են բավարար չի, դեռ քաղաքացիների վրա նույնպես հարձակվում են ու վիրավորական ինչ-որ արտահայտություններ են գրում։ Դուք որ ոտքից գլուխ վիրավորանք եք։ Դուք որ բարոյականություն բառի հետ ոչ մի ընդհանուր առնչություն չունեք։ Դուք ո՞նց կարող եք մարդկանց վիրավորել ու հայրենիքից իմ պետության վրա արշավեք։ Մարդ, ով իր երկրի քաղաքացիություն ունի, եկել է ու երբեք չի ցանկացել ապրի Հայաստանում, հիմա եկել է այստեղ մեզ ապրել է փորձում սովորեցնի։ Բա որ այդքան ուժեղ եք, մենք ենք ուժեղ, էլի, մենք գանք, տեսեք ինչ ենք անում։ Բա որ այդքան ուժեղ եք, երեկվա, եթե չեմ սխալվում, հաղորդմանս մեկնաբանություններում մի մարդ բան էր գրել, ասում է, հենց ձեր կողմերում Ստեփանավան։ Այդ որ ասում եք, գործարաններ բացենք, զավոդներ բացենք։ Մեկը եկել էր ձեռնարկություն էր ցանկացել դներ։ Հացի արտադրամաս թե ինչ չեմ հիշում։ Սաշիկը եկել կանգնել էր գլխին։ Վերջը ձեռքից խլում է։ Այդ ժամանակ մարդիկ ասում են, լավ, չի կարում, չէր կարա Սամվել Կարապետյանը Միջնորդեր գոնե այդ մարդու ձեռքից չխլեին։ Ձեռնարկությունը, Նարեկ Կարապետյան։ Նայ, արդեն վատ խոսույթ է, երբ որ ասում են միջնորդեր, որպեսզի չխլեին։ Որովհետև խլողը Սերժ Սարգսյանի աղբերն էր։ Որովհետև խլողի կուսակցության բանի ղեկավարը քո հայրն էր։ Խմբակցության ղեկավարը։ Հասկանում ես ինչի մասին ենք խոսում, Նարեկ։ Դուք ուժեղ եք եղել ժողովրդի դեմ։ Այո, ուժեղ եք եղել։ Ես դա խոստովան եմ, որովհետև մեզանից առնվազն 20 տարի է պահանջվել, որ ձեզ վտարենք, ձեր նմաններին մերժենք։ Ու եթե ձեզ թվում է մի քանի տարի անց այդ մարդիկ կարող են իրենց երեխաների միջոցով հարց լուծեն, կներեք, մենք շատ լավ հասկանում ենք ինչ է նշանակում ժառանգականություն։ Բայց ձեռնարկությունը խեր փակվում։ Այդ որ հիմի ասում եք գանք կառուցենք ձեռնարկություններ, որ կառուցեք, ով դու կառուցես, խի պիտի դու կառուցես։ Ինչի պիտի որևիցե մեկը չկարենա բիզնեսով զբաղվի։ Ու չի կարողացել։ Հենց հորդ ժամանակ, հենց Ստեփանավանում Տաշիրում։ Դուք ձեր գյուղի մակարդակով չեք կարողացել հարց լուծեք։ Դուք ո՞նց կարող եք պետության մակարդակով հարց լուծել։ Բա լուծեք։ Մի հատ էլ մեզ ասում եք կա մարդու միս կարա կախում ունենա, բա ոչ չկա։ Պուտինից կախում չունի։ Պուտինից չէ, Կիրիենկոից։ Ոչ չի կարա կախում, այդ 3 միլիարդը տենց մեծ մի հատ բան է, որ չի կարա կախում ունենա, 400 միլիարդից ավել փողով Իլոն Մասկը կախում ունի, 400 միլիարդից ավել փող ունի Իլոն Մասկը,
ով ուղիղ նախագահական ընտրություններում ուղիղ ազդեցություն ա ունեցել։ Լրջագույն ազդեցություն ա ունեցել։ Ամերիկայի նման երկրում բայց անգամնա կախում ուներ։ Գուցե մի թել, գուցե երկու թել, բարակ, բայց ուներ։ Ես ինչ պատկերացումներ են ձեր կողմից աշխարհի մասին։ Ծիծաղելի պատկերացումներ։ Ու դուք այդ ձեր ծիծաղելի պատկերացումներով հավակնում եք մեր ճակատագիրը լուծել Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ճակատագիրը լուծելու ժամանակ անհրաժեշտ է կողքներս լինեիք։ Ոչ թե մտնեիք հայհոյանքներ գրեիք, մարդկաց առանց նայելու ով ա, այսօր էլ հանդես գա կիպր բանի համերաշխության ջատագովներ, բա որ համերաշխության ջատագով եք, են ինչ էր, Ալիկ Ալեքսանյանը ինչ ա, հարց ա գրել Ռուբինյանին կապված հենց բանի հետ, ես մեկնաբանությունները երեկ իմ յութուբյան էջով կարդացել եմ, կապված հենց Թուրքիայում ինչով է զբաղված եղել բանը Ռուբեն Ռուբինյանը, բա պատասխանել էր Ռուբինյանը, որ հրանտինքի բանով կազմակերպված գիտական աշխատանքներին է լծված եղել 5 ամիս։ Դուք այդ ժամանակ այդ Սարգիս Մարգարյանը ձեր համար 10 միլիարդով բիզնեսների մեջ եք Ռուսաստաններում, մարդը գիտական գործունեությամբ էր զբաղված։ Հրանտինքի հետ, հրանտինքը հաստատ երկակի պատկերացումներ չկան, չէ՞ Հայաստանում նրա վերաբերյալ։ Մեծագույն հայ ենք համարում բոլորս, չէ՞։ Նարեկ, այն որ ասում ես սրանք մի կեսը սիրում են սրանք, չեն սիրում նրանց, սիրում են նրան, չեն սիրում համերաշխություն, չէ։ Հրանտինքի մասով համերաշխենք, չէ։ Բա որ պատասխանում է, հենց ուղիղ Ալիկին էր պատասխանում նրան նշելով։ Ինչի է հետո Ալիկը կանգնում, շարունակում ստախոսությունը ու դες մի հատ իբր ռոլիկ պատրաստում եթերով գցում համացանց։ Եղեք մանիպուլացնում ժողովրդին, ժողովուրդը ձեր մեղքը չի գալիս այդ պարագայում։ Ուժեղ բանակցողներ, ում հետ եք ուժեղ բանակցելու, ինչ եք բանակցելու, ասեք տեսնենք։ Օգոստոսի 8-ը ձեր համար չէ, բա որ այդքան հասկանում ես իբր։ Ինչպես վախենում հանրային հեռուստատեսություն գնաց Պետրոսյանի ուր։ Մի երկու հարցի պատասխանի մենք լսենք, մենք գնահատականը կտանք։ Դուք գնահատականը, դուք ձեր գնահատականը մի տվեք։ Դուք դեռ մի քանի օկո, այդտենց ես էլ կարող եմ դուրս գալ ինչից ուզեմ խոսամ, հաստատ ես ունեմ որոշակի էլեկտորատ ու կան շատ բազմաթիվ հազարավոր քաղաքացիներ, ում հարգանքը վայելում եմ, ինչի համար անչափ շնորհակալ եմ եւ խոնարհումներս։ Դուրս գամ, տենց մեծ փրթեմ, խոսեմ, հա, ու տենց ասեմ բոլորն են, էլի, տենց ո՞ս կլինի, այդ է քո պատկերացումը։ Խոսում ես երկու բառ միջև կապում ես իրար ինֆարկտ ես լինում։ Սարգիսը առհասարակ հայերեն չի կարող կարդա նորմալ։ Հայրենասիրության հիանալի դրսևորում։ Ես չեմ սիրում մարդկանց ընտանիքներ, հանկարծ չկարծեք, Ժորժ ջան, ես վիրավորելու համար չեմ կարող ինձ թույլ տալ նման բան ասել, բայց Սամվել Կարապետյանի կինը նույնպես տեսանք գրառումը։ Մի հետո սրանք մի հատ է Կարմիր գրիչով անցնում են, այս կամ են մարդու գրառման վրով իբր տեսեք ինչ անգրագետ են։ Բայց մեծ անցն է Կարմիր գրիչով, մի նախադասության մեջ 36-ը ծխալ էր արել։ Ընդ որում դրան ես չեմ ցանկացել անդրադառնամ, բացարձակ։ Դե մի մարդ է, նես չի որ մեր դպրոցները մի փայլել են, դե դպրոցների կառուցմանը դեմ են, չէ՞։ Եվ եղել են դեմ։ Նարեկ Կարապետյանը, երբ որ խոսում էր դպրոցն ինչն են լիցապետ, ինքը խոսում էր, թե հանրապետականը արդարացնում էր հանրապետականներին, որ նրանք դպրոցաշինությամբ չեն զբաղվել։ Եվ արդարացնում էր հանրապետականներին բանում մանապոլյաների մեջ, որ զավոդներ են պետք, զավոդներ։ Պետությունը ինչ իրավունք ունի զավոդ կառուցի, պետությունը պարտավոր է միջավայր ստեղծի, որ ներդրումային ծրագրեր կան։ Իրեն գնան ադրբեջանցիների ռեստորաններում քեֆ են անում, հարստացնում են ադրբեջանցիներին, եկել մեզ բացատրում են, թե ինչա պետք անել պետության մասշտաբով, ինչ չէ։ Եթե ձեզ այդ նույն ռեստորաններում մի բան պատահի, շատ բան չի փոխվելու։ Բայց եթե պետությանը մի բան պատահի, պատասխանատվությունն ով է կրելու, հա, դարձյալ Նիկոլ, հա, լուրջ, դուք գնաք սաղ հանձնեք, ամեն ինչ հանձնեք, պաշտպանելու ժամանակ մեկը չգաք ցանկանաք պաշտպանեք,
Հետո գաք ասեք, եկեք մենք ձեզ սովորեցնենք, թե ինչ է հայրենասիրությունը եւ մենք ինչպես կարող ենք բանակցել։ Տեսել ենք ոնց եք բանակցել։ Կարդան տեսնեք ոնց եք բանակցել։ Կարճատար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Կարդան ոնց են բանակցել այս հողատուները։ Այո, Նարեկ Կարապետյան, հենց քեզ է վերաբերվում։ Հորդ տղեն չես։ Չէ, գիտես ոնց։ Ես կարող եմ հասկանալ, որ դու առանձին գործիչ կարող ես հանդես գալ որպես քաղաքական։ Եթե դու հստակ այդ հավաքներից մեկում ասես, որ հորդ քաղաքական գծի հետնորդը չես։ Հստակ դա ասա, վատ բան չկա դրա մեջ։ Այո, մեր երկրում եւ աշխարհի շատ երկրներում կան այդպիսի ընտանիքներ, որտեղ մեկը հանրապետական, մյուսը դեմոկրատ է, մեկը սոցիալիստ է, մյուսը կոմունիստ է։ Դա պարակտում չի, դա քաղաքական հայացքներ են, ցանկացած մարդ, հասուն մարդ։ Ունի կարծիք ունենալու իրավունք։ Դա պարակտման, ուրիշ բան է, եթե կողքից ուզում են դա վերածել պարակտման։ Ինչպես դուք համայն Ռուսիո ներկայացուցիչները։ Հիմի ընթերցեմ, քանի դեռ դու չես ասել, որ հորդ քաղաքական հետնորդը չես, եւ մի պահ մոռանանք նաեւ այն հանգամանքը, որ Տաշիր Սամոնել Քոչարյանի լավ աղբերն է, դա ինքն էր, չէ՞, խափանման միջոցը որպես կալանք փոխելու համար 200 միլիոն էր, ինչքան էր փոխանցում դատարանին։ Քոչարյանն է դրա մասին ասել, ես չեմ գյուտ արել, էլի։ Ընթերցեմ, ձեր հողատուներիդ սղծրած օրենքից մի հատված, իսկ այս օրենքին ինչ նախադեպեր են եղել, ինչեր են նախորդել, սա թողնենք քաղաքացիների եւ հեռուստադիտողների դատին, արդար դատին։ Այս կզել եք թուրքերի դեմը, ոնց եք սիրում ասել, այդ ձեր փոքրիկ խմբակով էս ինչ կզողական քաղաքական, էս ինչ թույլ քաղաքականություն եք վարել։ Ուրեմն 2010 թվականին ժողովուրդ ջան Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի ազգային ժողովով Հանրապետականը, Բարգավաճը եւ Դաշնակցությունը այն իրեկով որ կոալիցիա են բան այս օրենքին կողմ են քվեարկել այսինքն Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին իր ներքին օրենսդրությամբ ասել է, որ ախպեր ջան, սա է Հայաստանի Հանրապետությունը, այստեղից այն կողմ Ադրբեջանը։ Որոտան ներողություն։ Որոտան պետական սահման Ադրբեջանի Հանրապետություն։ Սահմանագիծը։ Գուցե տերմինոլոգիան այդքան չհասկանաք, բայց միտքը կհասկանաք ժողովուրդ ջան։ Կամ ովքեր այդ հատվածում չեն եղել, գուցե չպատկերացնեն։ ԲԳ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ։ Ասենք թե գրած A, B, G, D, E ու այս B-ն ու G-ն համընկնում են։ Որոտան բարձրավան սահմանագիծը GD։ Որոտան բարձրավան եւ Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման D հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Անտառի եզրին, սահմանագիծը Անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-ից 5 սահմանակետերով, անցնում 1843 մետր, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, Անտառի եզրի թիվ 7-ից 9 սահմանակետերով, անցնում 1008 մետր, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Անտառի եզրով անցնում 418 մետր, հասնում Գորիս-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին։ Այս գիտեք որ հատվածն է։ Այն որ հետո դուրս էին եկել, սրանք ասում էին շուրնուխը տվին, դուրս էին եկել սրանք, ասում էին ճանապարհը տվիք Թուրքին, հիմա այնտեղ Թուրքը բլոկպոստ ա դրել, ընդ որում ես մի քանի անգամ այդ բլոկպոստի միջով անցել ու դարձել եմ ու մեր կամավորները նույնպես երբ որ գնում էին Կապանի ուղղությամբ նրանց միջով էին անցնում։
Այս ճանապարհը չենք կարողանալու օգտագործենք, դուք տվեցիք սա կներեք։ Դուք տվել եք դա։ Եվ ասել եք, որ սա մեր սահմանն է։ Օրենք եք ընդունել դրա մասին։ Օրենքը, եթե խախտի որևիցե մեկը, պիտի դատվի, ճիշտ է։ Բայց Նիկոլը ինչը պիտի խախտեր։ Ինչը պիտի խախտի։ Այս օրենքը գործում է բոլորի համար, որովհետև այս օրենքով դու ասել ես Ադրբեջան, իմ ու քո սահմանագիծը այս ճանապարհի հատվածում որոտանի, այս է։ Դեռ 2010 թվականին։ Հասկանում եք։ Եվ նոր ճանապարհների կառուցումը դրանից 10 տարի հետո թողեցիք այն պետության, այն ղեկավարի ու այն ժողովրդի պարանոցին, որին տարած պարտության։ Հստակ գիտակցելով այս ամեն ինչը։ Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-ից 73 սահմանակետերով անցնում 6293 մետր։ Հասնում որոտան Բարձրավան գյուղական համայնքների և պետական սահմանի Ադրբեջանի Հանրապետություն։ Պետական սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ։ Տարածքների բաժանման Գ հանգուցային սահմանակետին։ ԳԴ սահմանակետի ընդհանուր երկարությունը 9562 մետր է։ 1000 անգամ ասել ենք, որ այս բանը վարչատարածքային բաժանման օրենքը բա ինչ էր։ Հիմա ես դրա համար եմ ընթերցում, ժողովուրդ ջան, ձեզ համար 5 տարի սրա մասին ասել ենք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը։ Շուռնուղ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում, համայնքի հյուսիսից ԱԲ հատվածով սահմանակից է պետական սահմանին Ադրբեջանի Հանրապետության հետ, արևելքից եւ հարավից ԲԳ հատվածով Դավիթ Բեկ գյուղական համայնքին, հարավից ԳԴ հատվածով Սևակար գյուղային համայնքին, ԴԵ հատվածով Եղեգ գյուղական համայնքին, ԵԶ հատվածով Վերին Խոտանան գյուղական համայնքին, արևմուտքից ԶԷ հատվածով Տանձավեր գյուղական համայնքին, ԵԱ հատվածով Բարձրավան գյուղական համայնքին։ Ստեղ հստակ գրած է, որ Շուռնուղը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության հետ։ Հստակ 2010 թվականին դուք որոշել եք սա։ Կարող ենք իմանալ, այդ ինչ կապիկություններ եք անում, Շուռնուղը եկան, վերցրին, քթի տակ կանգնել են, դրոշ են դրել, այն բադալովներին մցրել եք այդտեղ։ Էս ինչ է բա։ Որ ասում ենք, դուք եք հողատուն, կապիտուլյան, ամեն ինչն էլ, դուք եք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հիմա ասեմ ոնց։ Շուռնուղ պետական սահման Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը ԱԲ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ։ Իմիջիանոց ասեմ, այս ժամանակ այս տարածքները Քաշաթաղը, Զանգիլանը, այդ ամբողջ տարածքները գտնվում են Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ։ Դուք 2010 թվականին դեռևս ասում եք, որ այստեղից այս կողմ Ադրբեջանն է։ Որենք եք ընդունել դրա մասին։ Այստեղից այն կողմ Ադրբեջանն է։ Այդ ինչ հրատապություն էր, որ այս օրենքը ընդունեք։ Բա հաղթանակած բան, ասեք չէ, մինչև բանը, դաշնակները թող իրանց շրջաբերական այդ ժամանակցային ճակատագրերը մի ձևով է լուծվելու, ոչ մի ուրիշ բան չկա։ Պետք է մինչև Արցախը չճանաչվի, մենք այս բանը չենք անի։ Որպեսզի ավելի ճիշտ ասենք, թե որը որի հետ է էլի սահմանակից, բայց ինչ եք անում։ Ուժեղ բանակցողներ, Նարեկ Կարապետյան, հայրը տեղել է այս խմբակցության ղեկավարը։ Ուժեղ բանակցողներ։ Հա։ Շարունակենք, ունենք դեռ ժամանակ ու ես ուզում եմ անդրադառնալ, կարող է ձեզ համար մի փոքր զարմանալի լինի, բայց Աննա Մկրտչյանին։ Աննա Մկրտչյանը, Նաիրա Զորաբյանը, մյուս, այն կանանց են ամենաաղմկոտ տեսակը, իհարկե
որոշ մանր մուներ ունեցվածքներ Սերժի Քոչյանի ֆոնին էլի մանր մուներ կորցնելու բանով դարձյալ այս շուրնուխա նման, կապիտուլյանտա նման, հողատվության նման մի հատ կեղծ աղմուկ էին բարձրացրել եւ 5-րդ տարին է, բայց այս վերջին շրջանում ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան 21 թվականից առաջ արած աղմուկը սկսում է կրկնվել։ Այն հարցերը, որոնք եղել են, որոնց պատասխանները հնչել են, իրանք հիմա այդ հարցերը նետում են դաշտ, պատասխանները դե չի նետվում դաշտ եւ փորձում են ազդել դարձյալ process-ների վրա նույն ձեռագրով, առանց առաջարկների, առանց քաղաքական պատկերացումների, մոտավորապես Նարեկ Կարապետյանի ասած երկար կենացի նման։ Ու ինչ էին, պնդումներ էին անում, թե եկեք լավ, ընդունեմ, նախ ընթերցեմ ձեզ համար փաստերի ստուգման հարթակի բանը, գրառումը, ուրեմն Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանն իր վերջին հարցազրույցում պնդել է, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ու անունները հրապարակված չեն։ Մինչև շարունակել եմ մի բան ասեմ, եւ այստեղից իրենք այսպես են բան անում, էլ ասեն, եւ քանի որ հրապարակված չեն, հետեւաբար 5000 զոհ են ունեցել։ Սա է իրանց տրամաբանությունը։ Իհարկե ես ցանկանում եմ հիշեցնել, որ այս նույն մարդկանց ասացով 10000 էր մի ժամանակ, հետո 8000, հիմա 5000-ը ու վերջ, ոնց ուզում ես արա։ Ու երբ որ ասպես 5-ի 4, ասպա դե անունները ասեք։ Դու ես падգամավոր առհասարակ, դու ավելի հեշտ կարող ես հարցում անել ու ճշտել։ Դու արա ճշտի, մեզ էլ լուսավորի։ Եթե մենք պիտի այդ ամեն ինչը անենք, դուք եք падգամավոր։ Չեմ ձեզ ընտրել падգամավոր։ Բայց այնուամենայնիվ ասում եմ, որ հրապարակված չեն։ Հիմա մենք մինչև հիմա չունենք զոհերի հրապարակված թիվ ու մեր հայրենիքի համար զոհված անձանց անուններ, ասել է падգամավորը։ Այսքան տեղեր փորձել է հայրենասեր խաղա։ Մեր հայրենիքի համար զոհվածների անունները չունենք։ Այս ինչ լսիր, անգամ հայրենիք բառը այստեղ քեզ չի սազում, որովհետև եթե դու իսկապես գնահատեիր հայրենիքի համար զոհված տղերքի հիշատակը, դու ճշտած կլիներ, որովհետև անունները կան։ Պատիվ ունեմի падգամավորը սակայն սխալվում է, 44-օրյա պատերազմում զոհերի թիվն ու նրանց անունները հրապարակված են Զինապահ հիմնադրամի կայքում։ Ըստ այդմ զոհերի թիվը կազմում է 3833 ներառյալ քաղաքացիական անձինք։ Ընդ որում այդ կայքում միայն 44-օրյա պատերազմի զոհերի անունները չեն։ Նշենք նաև փաստերի ստուգման հարթակը հիմնադրամի կայքից առանձնացրել ու ստեղծել էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունների բազա, որին կարող եք ծանոթանալ եւ հղումը դրված է ժողովուրդ ջան։ Ի դեպ Զինապահի կայքում նշված է, որ հրապարակված են Զինապահի շահառու այն զոհված զինծառայողների լուսանկարները եւ հակիրճ պատմությունները, ում հարազատները տվել են իրենց համաձայնությունը հրապարակման համար։ Այսինքն բացի անունները, մի հատ էլ կան անուն ազգանունները, բնակության վայրը եւ տարեթիվը։ Մի հատ էլ կա էլի բան, որտեղ որ նկարներն էլ կա, որովհետեւ դե ամեն դեպքում հասկանում ենք, չէ՞, թշնամիներ ունենք, շատ տվյալներ մարդիկ չեն ուզում երևա, առավել եւս այդ ժամանակները մեր թշնամիները, այո, ծաղրական բաներ էին սարքում այդ նկարներով, ուստի ու դա երբեմն դա շարժվում է նաեւ Աննա Մկրտչյանի նմանների կողմից քաղաքական նպատակներով, ուստի շատ մարդիկ ասում են պետք չի իմ երեխայի նկարը երևա։ Եվ ռեպորտաժ էլ պետք չի որ սարք լինի եւ այլն։ Բայց ամեն դեպքում ովքեր որ տվել են իրենց համաձայնությունը անգամ դա կա։ Ես նստելու եմ 3000, այս հաղորդման շրջանակներում չէ, այլ առանձին տեսանյութ եմ պատրաստելու տեղադրեմ իմ YouTube-յան կամ Facebook-յան էջում, կարդալու եմ 3833-ի անուններն էլ եւ սիրելի հեռուստադիտողներ, եթե կլինի մի անուն, որը բացակայած կլինի, կխնդրեմ անմիջապես կապ հաստատել ինձ հետ։ Հիմա
Աննա Մկրտչյան, սրա համար դու պիտի ներողություն հայտնես։ Ներողություն աղաչես ժողովրդից, որովհետև արյան վրա, այն էլ հանուն հայրենիքի նահատակված տղերքի հիշատակի վրա չի կարելի քաղաքական դիվիդենդ շահելու համար նման խոսույթներ կիրառել, անտեղյակություն ցուցաբերել ու փորձել դրանով հանրությանը մանիպուլացնել ու մտնել հանրության հոգու խորքը, որովհետև այդ տղերքը անկախ ամեն ինչից, այդ տղերքը բոլորինս են։ Այդ ձեր պղծությունը քաղաքական առումով կայանում է հենց այստեղ, նաև այստեղ։ Դուք ինչպես 21-ին Եռաբլուրի %, դուք չեք հարգել երբեք Եռաբլուրը։ Եվ ձեր առնվազն քաղաքական հետագիծը դա ցույց տվել է, որ դուք չեք հայտնել ձեր վերաբերմունքը չեք ցուցաբերել Եռաբլուրի հանդեպ։ Երբեք ձեր կառավարման տարիներին այդ թվում։ Այստեղ է խնդիրը։ Իսկ Նաիրա Զուրաբյանը աչքովս ընկավ TikTok-ներ ա գցած արդեն։ 3 տարբեր թվեր են ասել այդ ընթացքում, մենք չենք կարող հավատալ։ Այո, հնարավոր է 3 տարբեր թվեր լինեն, որովհետև պետք է հասկանալ, որ հարցում է ինչի համար է։ Այստեղ ասվում է 3833 քաղաքացիական անձինք հետ է եւ ոչ միայն 44-օրյա զոհերի։ Կարող է կամ մի թիվ, որը միայն 44-օրյա զոհերին եւ առանց քաղաքացիական անձանց բանով ու կարող է մի փոքր տարբերվել մեկը մյուսից։ Ինչ որ բարդ բան կա դրա մեջ ըմբռնելու։ Թե ձեռ չի տալիս, որ ըմբռնեք։ Եթե դուք 26 թվականին դարձյալ այս կեղծիքներով եք գնալու այս սահմանների հետ կապված, Արցախով հանձնեց, հողերով տվեց, մենք ուժեղ ենք գանք բանակցենք, զավոդներ սարքենք, բայց գնանք հայրենիքի Ռուսաստանը համարենք հայրենիք եւ նրան լավ ծառայելու համար շքանշաններ ստանանք։ Հետո գանք եկեղեցին պաշտպանենք, որովհետև հազիվ ենք գրավել եկեղեցին, արդեն մերն է, պետքա գնանք պաշտպանենք։ Եթե սրանով եք գնալ, ուրեմն հանրությունը, ես չգիտեմ, մեր հասարակությունը որքան կներեք, հազար ներողություն ես բանի համար, որքան պետքա ոչ օբյեկտիվ լինի, թույլ պատկերացում ունենա քաղաքականության, ռազմաքաղաքականության եւ այլնի վրա, որքան պետքա իրեն մանիպուլացրած լինեն ու հոգին գողացած լինեն, որ ձեր նմաններին մեկ ձայն տա։ Ես նման խոսույթով տան անդամ ունենայի, ոչ միայն ձայն չէի տա, ասեի սրան ոչ մեկը ձեն չտակ։ Դուրս կգայիք, ասեի ժողովրդի իմ տան անդամն է, ես գիտեմ, ձեն չտակ սրան։ Սա ոնց կարա հայրենիքի ու պետության մասին խոսի։ Շահարկելով սրբագույն թեմաներ ու շահարկելով դա դիտավորյալ կեղծելով։ Մոտավորապես այսպես եթերում Ազատ շփումներ կհանդիպենք։